Շնորհավորում եմ հայրենակիցներ, մենք ունենք շատ լավ լուր, որը գրեթե աննկատ անցավ, ինչպես հաճախ պատահում է կարևորագույն լուրերի հետ։ Գազպրոմը հայտարարեց, որ Ռուսաստանը փակում է Թուրքիայի հետ եւ Թուրքիայում ռուսական գազի ու նավթի խոշորագույն բաշխման կենտրոն ստեղծելու իր նախագիծը։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ դա չունի տնտեսական այն նշանակությունը, որը տրվում էր դրան նախկինում։ Իրականում պատճառը այլ է։ Դա 2010 թվականից Պուտինի եւ Ալիևի, ինչպես նաեւ Էրդողանի գլխավոր նպատակն էր, եւ դա քաղաքական նախագիծ էր, այլ ոչ թե տնտեսական, սակայն իմ կարծիքով դա Էրդողանի որոշումն է փակել դա, այլ ոչ թե Գազպրոմի, ինչու, որովհետեւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը պահանջեցին Էրդողանից հետ քաշվել Պուտինի հետ տնտեսական դաշինք ստեղծելու նախագծից եւ թուրքերը հերթական անգամ գցում են ռուսներին։ Ինչու է սա կարևոր մեզ համար։ Սա նշանակում է, որ ոչ մի Զանգեզուրի միջանցք չի լինի։ Չի լինի նաեւ խաղաղության խաչմերուկ, որի մասին շատ էր խոսում Փաշինյանը։ Կլինի հյուսիս-հարավ, հին եւ շատ կարևոր մեզ համար Պարսից ծոցից մինչեւ Սև ծով, Եվրամիության հետ եւ Հնդկաստանի հետ, Իրանի եւ Հայաստանի միջոցով կապող կամուրջ։ Շնորհավորում եմ։